Ավարտեք։ Հետո ելույթով կանդրադառնամ։ Ռուբեն Մխիթարյան։ Պարոն Ֆարմանյան, ես պարոն Ալեքսանյանի հետ իրականում համաձայն եմ ու գումարած նրանց, ես ոնց հասկանում, որ որից ձևաչափով ծառայական մեքենա չի էլ սպասվում, այնպես որ այդ մասը եկեք վաստողանք։ Եթե լինի, պարոն Մխիթարյան։ Տեսեք, խորհրդարանական կառավարման համակարգում մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների համամասնորեն բաշխումը կոչված է ապահովելու ոչ միայն ներկայացվածություն, այսինքն ինքը իրականում չի կրում ձևական բնույթ, այլև խորհրդարանական վերահսկողություն իրական մեխանիզմների հնարավորություն է տալիս։ Դուք ներկայացնում եք մեր գործընկերոջ, մեր ընկերոջը Լիաննա Մանուկյանին, հիմա ձեր կարծիքով որտեղ է այն սահմանը կամ արդյոք կա սահման, երբ մեծամասնություն այս դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեր կողմից նշանակված թեկնածուներին չընտրելու իրավունքը, իրենց այդ իրավունքը վերածվում է ընդդիմությանը համամասնորեն հասանելիք պաշտոնը փաստացի արգելափակելու գործիքի, այսինքն արդյոք ենթադրյալ իրենց ցանկացած հանձնաժողովի նախագահի ընտրման մասին է խոսքը, արդյոք դա կրում է ձևական բնույթ, թե այլ կարծիք ունեք դուք դրա մասին։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան։ Կարծում եմ ամեն քաղաքական ուժ ինքը իր քաղաքական հաշվարկներն ունի։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ։ Քաղաքացիական պայմանագրի մեր գործընկերները մեծ լավություն են արել մեզ, անկեղծ ասած, չընտրելով։ Ես շատ ուրախ եմ, որ իրանք չեն ընտրել մեզ, այն որպես քաղաքական գնահատական, որտեվ գիտեք ինչ, առնվազն դա վիրավորանք են հասցնում մեր հանրությանը, շուրջ են 400-500 հազար մարդկանց, ու մեր ընտրողների մասով ասեմ, լավ, 340 հազար շուրջ, եւ այդ մարդիկ մանդատը տալով մեզ, նաեւ օրենսդրությամբ սահմանված է, որ 3 հանձնաժողովները բաժին է հասնում ընդդիմությանը։ Հիմա հանձնաժողովի նախագահը, երբ որ իրանք չեն ընտրում, նախտեղ օրենսդրության մեջ ես խնդիր եմ տեսնում, ի սկզբանե, հիմա չմեկնաբանեմ այդ օրենսդրության թերությունները, կարծում եմ, որ եթե ընդդիմությանն է դա բաժին հասնում, ուրեմն այս մեխանիզմը չպետք է լիներ ի սկզբանե։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ես չգիտեմ մեր իշխանական գործընկերները ինչ հաշվարկ ունեն, ինչ են մտածել, բայց կարծում եմ, որ այս գործելավոճով մեկ անգամ եւս կրկնեմ, սա առնվազն ծաղր է մեր հանրության նկատմամբ, որովհետեւ կրկնում եմ, սրանով որևէ բան չի փոխվելու։ Ֆարմանյան Հայկ կլինի անունազգանունը հանձնաժողովի, թե Մխիթարյան Ռուբեն, մեծ հաշվով դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետեւ հանձնաժողովի նախագահը ունի ընդհանրապես կազմակերպչական գործառույթներ, իհարկե մասնագիտական պատրաստվածություն պետք է ունենա նաեւ, որպեսզի կարողանա կառավարի հանձնաժողովի նիստերը, բայց բոլոր դեպքերում ես չեմ կարծում, օրինակ, ասենք ին վրա կամ Տիկին Արեգա Հովսեփյանի պարոն Դավիթ Ղազնյանի հետ կապված կա որևէ ինչ-որ կենսագրական կամ ինչ-որ անհամապատասխան մասնագիտական առումով անհամապատասխանություն, որ մենք ի վիճակի չլինենք այդ աշխատանքները համակարգել, կազմակերպել։ Առավել եւս այն պարագայում, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն է կազմում, այսինքն այդ հանձնաժողովի նիստերի վրա մենք գործնականում ունենալու ենք 0 ազդեցություն։ Հետևաբար այդ 0 ազդեցություն ունենալու պարագայում մեկս կլինենք, թե մյուսս կլինենք, դրանից բան չի փոխվելու։ Այսինքն մենք մեր հանրության հետ էլի շփվելու ենք, խնդիրները բարձրաձայնելու ենք, մեր առաջարկներն անելու ենք մասնագիտական եւ մեր ողջ ներուժը օգտագործելու ենք այս իշա Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ֆարմանյան, մի հատ կներեք, հարգելի գործընկերներ, հատկապես տիկնայք։ Ես ընդունում եմ այն փաստը, որ կանայք Հայաստանում ոչնչով չեն զիջում եւ շատ հարցերում գերազանցում են տղամարդկանց, բայց պարտադիր չի, որ հիմա էլ դահլիճում վատ իմաստով գերազանցեք, սիրելի գործընկերուհիներ, խնդրում եմ։ Շարունակեք։ Ավարտեցի ես։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, հարգելի գործընկերներ, մեզ էլ մաղթում են ողջախոհություն, ողջամտություն ու լավ աշխատանքային օրեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իմ հերթը չի։ Շարունակեմ միտքս։ Կարծեք թե ավարտեցի ես, հարց չունեմ, բան չունեմ արձագանքելու։ Շնորհակալություն, Իրինա Յոլյան։ Պարոն Ֆարմանյան, դուք նկարագրեցիք հանձնաժողովի գործունեության շրջանակը, մասնավորապես վարչահարության